ուրախալի է, որ այսօր մենք ունենք գիտակից մեծահասակներ և ուրախություն մեզ ունենք նաև գիտակից երիտասարդ հավատացյալներ։ Այսինքն երիտասարդներ, ովքեր որ եկեղեցի են գալիս ոչ թե միայն ավանդույթի ուժով, ինչպես որ եկել են իրենց նախնիները, այլ գիտակցում են, թե ինչ է նշանակում եկեղեցին իրենց համար և ապրում են կենդանի հավատքով այդ եկեղեցու մեջ։ Մենք ոչ միայն աղոթքով ենք միասին լինում, ոչ միայն դառնում ենք մեկ, այլ նաև մեկ խորհրդի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից հաստատված Սուրբ Հաղորդության խորհրդի միջոցով դառնում ենք մեկ։ Ես այսօր առավել շատ խոսելու եմ ընդհանրապես ինչպես պետք է պատրաստվենք Սուրբ Հաղորդության, որովհետև շատ անգամ նկատում ենք, որ մարդիկ գալիս են և ցանկանում են Սուրբ Հաղորդություն վերցնել, բայց շատերը կան, որոնք չգիտեն, թե ինչ է Սուրբ Հաղորդությունը և ինչպես պետք է մոտենալ։ Եվ անշուշտ այստեղ շատ մեծ կարևոր դերակատարություն ունեն և հոգևորականները, և գիտակից հավատացյալները, ովքեր որ պետք է նախանձախնդրությամբ, անտրտունջ և համբերությամբ իրենց քույրերին և եղբայրներին բացատրեն այս խորհուրդը։ Սուրբ Հաղորդությունը հայ եկեղեցու և ընդհանրական եկեղեցու 7 խորհուրդներից է։ Այս խորհրդի կարևորության մասին է խոսում այն հանգամանքը, որ Քրիստոս իր քարոզության ընթացքում ասում է. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու որդու մարմինը և չըմպեք նրա այրունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ այրունը, հավիտենական կյանք ունի։ Եվ ես նրան վերջին ուրախություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, իմ այրունը ճշմարիտ ըմպելիք։ Գիտենք, որ Սուրբ Հաղորդության խորհուրդը հաստատեց ինքը Քրիստոս ավագ հինգշաբթի օրը, երբ 12 առաքյալների հետ սեղան նստեց, վերցրեց հացը, կտրեց, գոհություն հայտնեց, տվեց իր աշակերտներին ասելով. «Սա է իմ մարմինը», և վերցրեց նաև գինին, նույնպես տվեց իր աշակերտներին ասելով, որ սա է իմ արյունը։ Եվ այս հաղորդության միջոցով առաքյալները իբրև օրինակ հավատացյալների հաղորդ դարձան Աստվածայինի, Աստծուն։ Եվ այս դեպքը, որ կատարվեց 2000 սրանից տարիներ առաջ, Քրիստոս պատվիրեց նաև, որ մենք միշտ կատարենք իր հիշատակի համար։ Եվ այս կարևոր հիշարժան դեպքի մասին խոսում են 3 ավետարանիչները և Պողոս առաքյալը։ Ճիշտ է, Հովհաննես աստվածաբան ավետարանիչը իր ավետարանում չի խոսում հաղորդության խորհրդի հաստատման մասին, բայց նա խոսում է կենաց հացի մասին։ Եթե հիշում եք, Հիսուս իր քարոզության ընթացքում, եթե բացենք Հովհաննու ավետարանը, կտեսնենք, որ իրեն հացի է նմանեցնում։ Եվ հայ եկեղեցու վարդապետները և հայրերը նշում են, որ այս կենաց հացը նախատիպն էր Սուրբ Հաղորդության։ Եվ ամենք հաղորդության միջոցով հարաբերակցության մեջ ենք մտնում Աստծո հետ։ Եթե մկրտության խորհրդով մենք դառնում ենք Աստծո որդեգիրներ, քրիստոնյաներ, եկեղեցու անդամներ, ապա Սուրբ Հաղորդությունը այն թշնամորն է, որը մեզ ապահովում է հավիտենական կյանքը։ Եվ հետևաբար Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, եթե մենք չհաղորդվենք, հավիտենական կյանք չենք ունենա։ Սա նշանակում է, որ սա մի խորհուրդ է, որը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Որովհետև ամեն անգամ, երբ պատարագ է մատուցվում, պատարագի գագաթնակետը Սուրբ Հաղորդության բաշխումն է, որովհետև չկա պատարագ առանց Սուրբ Հաղորդության։ Մենք միայն մեծ բախի ընթացքում ենք, որ պատարագի ժամանակ Սուրբ Հաղորդություն չենք տալիս, որովհետև խորհրդաբար երկինքը փակ է։ Բայց ամեն անգամ, երբ եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվում, Սուրբ Հոգու ներգործությամբ խորանի վրայի հացը և գինին
դառնում են Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Մեկ բան շատ հստակ պետք է իմանալ, որ ոչ թե խորհրդանշական սիմվոլիկ կերպով են նրանք դառնում, այլ մեզ համար շատ հստակ է, որ երբ որ քահանան, պատարագիչ քահանան, որդի Աստծո այդ երգեցողության ժամանակ 3 անգամ օրհնում է հացը, գինին, այնուհետև սկիհը, դրանից հետո մեզ համար մենք այլևս ոչ թե գործ ունենք սովորական հացի եւ գինու հետ, այլ հենց Քրիստոսի մարմնի եւ արյանի հետ։ Սա շատ կարևոր իրողություն է, որ յուրաքանչյուր հավատացյալ պիտի գիտակցի։ Հետևաբար այս կարևոր խորհրդին մոտենալու համար եկեղեցին որոշակի կանոններ է սահմանել, թե ինչպես պիտի մենք մոտենանք Սուրբ Հաղորդությանը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում, եթե մենք անարժանորեն ենք մոտենում Սուրբ Հաղորդությանը, այն ոչ թե դառնում է մեզ համար օրհնություն, այլ դառնում է դատապարտություն։ Այսինքն ինչ նկատի ուներ առաքյալը։ Առաջին հերթին, առաջին նախապայմանը մկրտված լինելն է։ Առանց մկրտության մարդ չի կարող դառնալ քրիստոնյա եւ չի կարող մասնակիցը դառնալ եկեղեցու խորհուրդներին։ Շատ անգամ գալիս են եւ ասում են հայր Սուրբ կամ Տեր հայր, այս ինչ մարդը շատ լավ մարդ է, բարի վարքի տեր մարդ է, թող ինքն էլ մոտենա հաղորդություն ստանա։ Շատ ուրախալի է, որ մարդը առաքինի է, բարի վարքի տեր է, բայց եկեղեցական կանոնի համաձայն եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքերի համաձայն, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, հավիտենական կյանք չի ունենա։ Այսինքն մկրտված լինելը նախապայմանն է, որպեսզի մենք մոտենանք աստվածային մյուս խորհուրդներին։ Հաջորդ կարևոր պարագան, որ եկեղեցու վարդապետները շեշտում են, ուղղափառ հավատքի դավանությունն է։ Ինչ նկատի ունենք, երբ որ մենք ասում ենք ուղղափառ հավատքի դավանություն։ Երբ որ մենք թերթում ենք ընդհանրապես մեր վարդապետական գրվածքները, ապա տեսնում ենք, որ մեր եկեղեցու հայրերը եւ վարդապետները միշտ շեշտում են, որ մենք հավատարիմ ենք մնացել մեր հայրերի հավատքին, հավատարիմ ենք մնացել Աստվածաշնչի ոգուն, եւ դրանից դուրս որևէ բան չենք ասում ձեզ։ Եթե ուշադիր լինեք, երբ որ հաղորդությունը բաշխվում է, Սարգսակը հետևյալ քարոզն է ասում։ Ասում է ասացեք մեղա Աստծո, հավատում ենք Հորը, իբրև Աստված, հավատում ենք Որդուն, իբրև Աստված, հավատում ենք Սուրբ Հոգուն, իբրև ճշմարիտ Աստված, որովհետև սա է կենդանի եւ կենդանարար մարմինը եւ այլունը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Այսինքն, եթե մենք հաղորդությանը մոտենում ենք եւ ինչ որ կասկած ունենք, որ դա Քրիստոսի մարմինը եւ այլունը չէ, ավելի լավ է չմոտենալ։ Եվ այս պատճառով է, որ եկեղեցու վարդապետները շեշտում են, որ մենք պետք է ունենանք ուղղափառ հավատքի դավանությունը։ Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին ասում է, որ հավատքի առաջին տեսակը, մի քանի տեսակներ ունի հավատքը, ասում է, բայց առաջին տեսակը ուղղափառ հավատքի դավանությունն է, կամ այլ կերպ ասած, դավանական հավատքը։ Այսինքն, երբ որ մենք հավատում ենք Սուրբ Երրորդությանը, հավատում ենք Քրիստոսի մարտեղությանը, հավատում ենք նրա ծննդին, նրա մկրտությանը, որ Քրիստոս մեզ համար խաչվեց, մահացավ, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց երկինք, ահա այս տնօրինություններին է, որ մենք հավատում ենք։ Եվ մենք մեր հավատքի մեջ պիտի անձնասան լինենք, որովհետև երբ որ մենք երբմիտ ենք դառնում մեր հավատքի մեջ, նաև տեսնում ենք, որ չար անընդհատ մեզ շեղում է ճշմարիտ ճանապարհից։ Եվ այդ իսկ պատճառով է, որ մենք միշտ մեր եկեղեցում արտասանում ենք հավատքի դավանությունը, հավատամքը։ Այսինքն, երբ որ ժողովուրդ եւ հոգեվորականներ միասնաբար ասում ենք այն, ինչին որ մենք հավատում ենք։ Հետևաբար յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր մարդ, ով որ մոտենում է Սուրբ Հաղորդությանը, պիտի այդ գիտակցությամբ մոտենա, որ մենք ոչ թե մոտենում ենք սովորական հացի եւ գինու, այլ մենք մոտենում ենք հենց Քրիստոսի եւ ճաշակում ենք հենց Քրիստոսին։ Այս աստվածաբանական մտածողությունը
միշտ շեշտադրել են մեր հայրերը։ Ես ուզում եմ ձեզ մեկ օրինակ բերել մեր պատմությունից։ 5-րդ դարի պատմիչներից Փավտոս Բուզանդը, որը իր պատմության ընթացքում շատ հետաքրքրական զրույցներ է բերում, պատմում է, որ ծոփած աշխարհում երկու բանականներ, երկու եղբայրներ վիճում էին։ Մեկն ասում էր, որ չէ, դրանք հաց եւ գինի են։ Մյուս եղբայրը ասում է, չէ, դրանք Սուրբ Հոգու ներգործությամբ դառնում են հենց Քրիստոսի մարմինը եւ այլն։ Եվ Փավտոս այս պատմությունը եզրափակում է նրանով, որ իսկապես երբ որ պատարակ են մատուցում, ասում է, այդ հացը եւ գինին դառնում են հենց Քրիստոսի մարմինը եւ այլն։ Եվ սա իսկապես շատ կարևոր պարագա է, որ մենք պիտի գիտակցենք։ Այսինքն մենք հողեղեն մարդիկ, որ մեղավոր ենք, ապրում ենք այս աշխարհում, բայց Աստված Սուրբ Հաղորդության խորհրդի միջոցով մեզ հնարավորություն է ընձեռել իրեն հպվելու, իրեն ճաշակելու, նրանով զորանալու, նրա հետ լինելու։ Եվ ահա Սուրբ Հաղորդության միջոցով է, որ մենք դառնում ենք մեկ, իբրև եղբայրներ եւ քույրեր։ Եվ եւս մեկ անգամ ճաշակելով Քրիստոսին, իր աշխարհի հայտարարում ենք, որ ինչքան քաղցր է մեր Տերը, որին ընդունում ենք մենք իբրև մեզ համար փրկիչ, որ աշխարհ եկավ մեզանից յուրաքանչյուրի համար։ Հաջորդ կարևոր պարագան, որ հաղորդության համար շատ կարևոր է, ապաշխարության ճանապարհ անցնելն է։ Յուրաքանչյուր մարդ, որ մոտենում է Սուրբ Հաղորդությանը, պետք է ապաշխարի։ Այսինքն պետք է գիտակցի, թե ինչ մեղքեր է ինքը գործել, պիտի անդրադառնա դրանց, պիտի խոստովանի քահանայի առաջ, կամ ընդհանրական խոստովանության ժամանակ, կամ անհատական խոստովանության ժամանակ մեղքերի թողություն ստանա եւ արդեն սրբված, մաքրված մոտենա ճաշակելու Քրիստոսին։ Չի կարելի առանց ապաշխարելու մոտենալ եւ հաղորդվել։ Եվ սա մեզանից յուրաքանչյուրից է կախված։ Ամեն մեկս շատ լավ գիտենք մեր կատարած մեղքերը, շատ լավ գիտենք ինչ կյանքով ենք ապրում, ինչպես ենք ընթանում, եւ եթե մենք սրտանց զղջում ենք, դառնում ենք դեպի Աստված, հավատացեք, Աստված մեզ ներում է եւ Աստված մեզ արժանացնում է Սուրբ Հաղորդության։ Եվ շատ կարևոր է այդ ապաշխարության ոգու արկայությունը մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Շատ կարևոր է, որ մենք ներողամտությամբ մեր եղբայրներին եւ քույրերին, ովքեր որ մեր դեմ մեղք են գործել, նրանց ներած մոտենանք։ Որովհետեւ հնարավոր չէ Քրիստոսին ճաշակել, երբ որ քո եղբոր կամ քրոջ հետ պատերազմի կամ վեճի մեջ ես։ Սա իսկապես շատ դժվար է։ Առաջին հայացքից շատ հեշտ է թվում։ Բայց իբրև քրիստոնյաներ, որ մենք գիտենք, որ Աստված մեզ շատ է սիրում, եւ Աստված ուզում է, որ մենք ճշմարիտ գիտությանը դառնանք, Աստված նաև մեզ զորություն կտա, շնորհ կտա, հնարավորություն կտա գտնելու այն բառերը, ունենալու այն սրտի վիճակը ներողություն խնդրելու։ Կարծես թե մեր կյանքից այդ ներողություն բառը վերացել է։ Բայց ներողություն կարող է ասել այն մարդը, որ իսկապես ունի հոգևոր բարձր գիտակցություն, ով իսկապես գիտե, որ Սուրբ Հաղորդության պետք է մոտենալ հենց այդ ոգով։ Հետևաբար շատ կարևոր է այդ ապաշխարության, ներողամտության ոգի մեր մեջ ունենանք։ Շատ անգամ են հարցնում, թե քանի անգամ պիտի հաղորդվենք։ Ճիշտ է, մեր եկեղեցու հայրերը ասում են, որ մենք առնվազն գոնե տարին 5 անգամ, 5 տաղավար տոներին պիտի հաղորդվենք, բայց սա չի նշանակում, որ պետք է բավարարվենք այս 5-ով։ Ամեն անգամ յուրաքանչյուր պատարակի ժամանակ, եթե մենք պատրաստ ենք, մենք կարող ենք մոտենալ Սուրբ Հաղորդությանը։ Եթե մարդ զգում է, որ ինքը պատրաստ է, ինքը կարող է մոտենալ եւ Սուրբ Հաղորդություն ստանալ, պիտի մոտենա։
պիտի մասնակիցը դառնա այդ սրբությանը։ Եվ այդ առումով շատ կարևոր է եկեղեցու ներսում լինելը, եկեղեցու կյանքով ապրելը, որովհետև եկեղեցին կենդանի է մեզանով, և աշխարհականներով, և հոգևորականներով, հոգևորականները զորավոր են ձեզանով, դուք զորավոր եք հոգևորականներով, և ինչքան որ այս կապը անխզելի է, ամուր է, այնքան հավատացեք եկեղեցին ավելի զորավոր է, որովհետև յուրաքանչյուրս մեկս մյուսի կարիքն ունենք, և պատկերացրեք սուրբ հաղորդության ժամանակ, երբ որ մոտենում ենք և հաղորդություն ենք ստանում, դառնալով այդ մեկ եկեղեցու անդամ, երբ որ մենք հաղորդում ենք, առաջին հերթին մենք մեր պատկանելիությունն ենք ցույց տալիս տվյալ եկեղեցու, այսինքն մենք իբրև հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակներ, երբ որ մեր եկեղեցիներում հաղորդում ենք, կարևոր չէ Հայաստանում թե Սփյուռքում, առաջին հերթին շեշտում ենք, որ մենք հայ առաքելական եկեղեցու զավակներն ենք, որ մենք ունենք այն ուղղափառ հավատքը, որի կրողն են եղել մեր նախնիները։ Եվ սուրբ հաղորդության միջոցով այդ գիտակցությամբ մենք նաև կարողանում ենք հաղորդակից դառնալ մեր նախնիներին։ Ինչ է ասում Պողոս Առաքյալը, ասում է ձեր հավատքը նմանեցրեք ձեր հայրերի հավատքին։ Եվ յուրաքանչյուրս մեզ հարց ենք տալիս, ովքեր են մեր նախնիները։ Կարծում եմ, որ մեզ համար միանշանակ է մեր նախնիները Մեսրոպներ, Մաշտոցներ, Խորենացիներ, Շնորհալիներ, Նարեկացիներ և մյուս մեր մեծերը։ Եվ մենք նրանց ժառանգներն ենք։ Եվ շատ կարևոր է այս գիտակցությամբ նաև եկեղեցի մտնել և սուրբ հաղորդություն ստանալ։ Որովհետև սուրբ հաղորդության միջոցով մենք ևս մեկ անգամ հաղորդ ենք դառնում Աստվածայինին, ևս մեկ անգամ հանդիպում ենք Աստծո հետ, որտեղ մարդկային մտածողության առումով շատ դժվար է պատկերացնել ինչպես կարող ենք Աստծուն ճաշակել, բայց տեսեք Աստվածային խորագիտության և Աստվածային ողորմության արդյունքը, որ մենք հացի և գինու տեսքով, որոնք պատարագի ընթացքում դառնում են Քրիստոսի մարմինն ու արյունը, մենք ճաշակում ենք Քրիստոսին, որովհետև հաղորդություն ինչու ենք հաղորդություն ստանում, որպեսզի զորանանք մեր հավատքի մեջ, որպեսզի առավել զորավոր լինենք, որպեսզի եկեղեցիից դուրս գանք արդեն առավել հաստատում մեր հավատքի մեջ, առավել հաստատում մեր համոզումների մեջ և առավել հաստատում այն մտածումով, որ Քրիստոս է մեր փրկիչը և առանց Քրիստոսի փրկություն չկա։ Հետևաբար ես մաղթում եմ, որ իսկապես մեզանից յուրաքանչյուրը շատ լուրջ մոտենա սուրբ հաղորդության այս ոլորտին։ Ինքն իրեն քննի և երբ որ նա պատրաստ է գտնում, երբ որ գիտի, որ կարող է մոտենալ Աստծուն, ճաշակել, անպայման մոտենա։ Մոտենա, հաղորդվի և պիտի տեսնի, որ նաև հրաշագործություն է տեղի ունենում։ Հավատացեք, ինչքան որ մենք մեր կյանքում մոտ ենք լինում Աստծուն, նաև տեսնում ենք, դուք եք ձեր կյանքում տեսած կլինեք։ Երբեմն բացահայտում ենք մեր մեջ շնորհներ կամ ինչ-որ բաներ, որ չենք տեսել։ Երբեմն անցնում ենք փորձությունների միջով և զարմանում ենք, թե ինչպես կարողացանք այս ամենը հաղթահարել։ Բայց մեկ բան նաև անդրադառնում ենք, որ Աստված մեզ հետ էր։ Եվ մենք էլ ինչ-որ չափով Աստծո հետ ենք։ Եվ Աստծո հետ լինելու լավագույն տարբերակը սուրբ հաղորդությանը մոտենալն է, որ ամեն անգամ սուրբ պատարագի ընթացքում Սուրբ Հոգու ներգործությամբ այդ հացը և գինին դառնում են մեր Տիրոջ և Փրկչի մարմինը և արյունը։ Եվ այդ ժամանակ արդեն մենք դառնում ենք նոր արարածներ Քրիստոսով։ Մենք հիմա գտնվում ենք մի շրջանում, երբ որ նոր ենք անցկացրել Սուրբ Ծննդյան այս ավետիսը և առաջավորած պահքի մեջ ենք գտնվում։ Եթե Սուրբ Ծննդյան ավետիսով ևս մեկ անգամ Աստված մեզ հիշեցնում է, որ ինքը մեզ հետ է,
Չէ՞ որ Եսայի մարգարեության մեջ ասում է. ահագույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի եւ նրան պիտի կոչեն Էմանուել, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Ապա այս առաջավորած պահքի ընթացքում մենք եւս մեկ անգամ անդրադառնում ենք նախ պահքի խորհրդին, ապաշխարությանը եւ փորձում ենք մեկ քայլ կատարել դեպի Աստված, առավել Աստծուն մոտենալու, նրա ողորմությունը հայցելու, նրանով զորանալու, որովհետեւ հավատացեք, առանց Աստծո մեր կյանքը պիտի անիմաստ լինի։ Մենք կարող ենք ունենալ ամեն ինչ, բայց երբ որ Աստված մեզ հետ չէ, մենք այդ ամենը կարող ենք կորցնել։ Բայց երբ որ Աստված մեզ հետ է լինում, մենք ամեն ինչ ունենք։ Սա անշուշտ շատ դժվար է հասկանալ այն մարդկանց համար, ովքեր որ Աստծուց, եկեղեցուց, Աստվածայինից հեռու են։ Բայց ես վստահ եմ, որ մենք հավաքվածներս, որ հավաքվել ենք այս սուրբ տաճարում, ունենք այդ գիտակցությունը։ Եվ ամեն մեկը յուրովի մեր անձնական կյանքում ապրել ենք այդ Աստծո ներգործությունը։ Ես մաղթում եմ, որ իսկապես մեզանից յուրաքանչյուրը արժանի դառնա սուրբ հաղորդությանը, որ մենք ամեն անգամ սուրբ հաղորդությանը մոտենալով երբեք չընկրկենք, առավել հաստատուն լինենք մեր հավատքի մեջ, մեր համոզումների մեջ եւ ամեն մի հաղորդությունը թող մեզ համար դառնա Աստված մերձության, Աստծուն մոտենալու, Աստծուն ճանաչելու եւս մեկ առիթ։ Ես անկեղծորեն շատ ուրախ եմ, որ տեսնում եմ այսքան մարդ հավաքված ենք միասին։ Հավաքված ենք, որովհետեւ այն գիտակցություն ունենք, որ մեր աղոթքը լսելի է Աստծուն։ Ես այս պահին ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար աղոթել, ձեր ընտանիքների, անձնապես ձեզ համար, որպեսզի Աստված միշտ իր քաղցր հայացքի ներքո ձեզ նայի։ Եվ խնդրանքս է իբրև երիտասարդ հոգևորական, անպայման հիշեք ձեր աղոթքների մեջ մեր հոգևորականներին։ Մենք դրա կարիքը շատ ունենք, որովհետև մենք մեր անձնական կյանքում, մեր հոգևոր փորձառության ընթացքում մենք լսում ենք ձեր աղոթքների ձայնը եւ մենք տեսնում ենք, որ մեր կյանքում էլ փոփոխություններ են կատարվում, որովհետև գիտենք, որ մեզ համար եւս աղոթում է։ Եվ թող իսկապես Աստված մեզ արժանացնի սուրբ հաղորդությանը։ Եվ ուզում եմ խոսքս վերջացնել Սուրբ Հովհան Մանդակունի հետևյալ խոսքերով։ Եվ մենք ճշմարիտ հավատով հավատում ենք, որ Քրիստոսը սեղանի վրա, նրան ենք մոտենում, նրան ենք տեսնում, նրան ենք շոշափում, նրան ենք համբուրում, նրան ենք մեր ներսն ընդունում եւ դառնում մարմին, անդամ եւ որդիներ Աստծո։ Արդնաու այսպիսի հավատով չի հավատում եւ չի ընդունում, որ Աստծո որդու մարմինն այն հեռու է Աստծո օգնությունից, հեռու է Սուրբ Հոգու շնորհներից, հեռու է մեղքերի թողությունից եւ հավիտենական կյանքից, չի ակնկալում հարություն եւ փրկության հույս չունի, զուրկ է քրիստոնեական հավատքից, որով Քրիստոսի արյան հեղումով մեզ փրկություն եղավ։ Եվ արդ ոչ ոք թող խղճմտանքով չմոտենա նրան, ոչ ոք թող թերահավատությամբ չմոտենա նրան, ոչ ոք թող անտարբերությամբ չմոտենա նրան, այլ ճշմարտապես թող հավատա, որ մեծ ու ահեղ խորհրդի ժամանակ եկեղեցին երկինք է դառնում, խորհրդի սեղանը փառքի աթոռ, որի վրա իջնում եւ բազում է Քրիստոս, ով միշտ բաշխում է բոլորի փրկության համար, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված բոլորիս պահապան եւ Աստված պահապան նաեւ մեր երկրին, մեր ժողովրդին։ Եվ իսկապես այս պահին նաեւ ուզում եմ աղոթքով հիշել այն մարդկանց, ովքեր որ ցավի, տառապանքի, հիվանդության մեջ են։ Թող Աստված նաեւ նրանց քաղցր աչքով նայի եւ իսկապես զորանանք մեր հայրերի հավատքով եւ առավել հաստատուն կերպով ընթանանք Աստծո շավիղներով, որովհետեւ Նոյան տապանը հայ մարդու համար, մեզ համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Թող Աստված օրհնի բոլորիս այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։